Այս անգամ համ պրեմիում կա, համ ռեգուլյար կա, եւ ռեգուլյար կա, եւ պրեմիում, եւ դիզել, ու էլի նախնական գնահատականներով պետքա գինը մեր իմացած շուկայականից մի 80 դրամ էժան լինի։ Իսկ որ տնտեսվարողներն են այս անգամ Այն նույն տնտեսվարողները, որոնք նախորդ անգամ են։ Իսկ դա ինչպես է որոշվում, թե որ տնտեսվարողները պետք է Ով ուզի կարա գնա բերի, ազատ է։ Բանակցության վրա է, էլի, այսինքն եւ ուղղակի այդտեղ մեր հարցը ես հասկանում եմ հարցի ենթատեքստը, ես կարծում եմ, որ պետքա մեր մյուս ներմուծողները իրանք բանակցեն եւ իրենց ավելի էժան գին ստանան իրենց մատակարարներից, որովհետեւ եթե հայկական շուկայում հայտնվում է 80-100 դրամ ավելի էժան մրցակից ապրանք, բնականաբար իրենք պետք է գնան այդքանը բացատրեն իրենց մատակարարներին, ասեն, որ մենք եւս պետք է էժան գին ունենանք, ու իրենք էլ փորձեն իրենց ծախսերը օպտիմալացնեն, մրցունակ գին տան, որի արդյունքում, ասենք, մեր քաղաքացին ի վերջո, այո, 80, 100 կամ 60 դրամ ավելի էժան վառելիք ունենա, որը բնականաբար կազդելու է ընդհանուր բարեկեցության վրա, եւ թամապես մրցունակության վրա, որովհետեւ տեսեք դիզելային վառելիքը եթե իրենք 80 դրամ էժան եղավ, այդ նշանակում է տրակտորը, որը հող է վարելու մարտ ամսին կամ փետրվար ամսին կամ ապրիլ ամսին ինքը 20% ավելի քիչ դիզելային վառելիք է ծախսելու փողի տեսանկյունից։ Հետևաբար այդքան ավելի ծախսը պակասելու է եւ այդպես շարունակ։ Պարոն Պապյան, ներեցեք մի փոքրուց միացանք։ Որքան վառելիք է գալիս այս պահին Հայաստան Ադրբեջանից, որ ընկերություններն են գնել այդ վառելիքը։ Ընկերությունների մասով կարծես թե նույն ընկերություններն են ինչ որ նախորդ վառելիքը գալիս է մի քանի հազար տոննա գալիս է, նորությունն է, որ միայն այսպես կոչված պրեմիում չի գալիս, այլ նաև ռեգուլյար է գալիս եւ դիզել է գալիս, ու էլի նախնական գնահատականներով շուկայականից էական մինչեւ 80 դրամ էժան է լինել։ Իսկ երբ կհասնի Հայաստան։ Մոտակա օրերին։ Ինքը եկեք սենց անենք, էլի դա չպետք է լինի սենսացիա։ Այսինքն, այսպես սենսացիան առաջինն է լինում։ Ինքը երկրորդ, երրորդն էլ կլինի, 5-ն էլ կլինի, 15-ն էլ կլինի, ինքը արդեն բանի մեջ է։ Ես նույնիսկ անկեղծ ասեմ, ես այլևս այդ process-ով չեմ զբաղվելու, որովհետև ինքը ռելսերի վրա ընկած է, ոնց որ չեմ զբաղվում, չգիտեմ, որևէ բիզնես, երբ որ Չինաստանից ինչ որ բան ա բերում, էլի, այսինքն այդ ինքը արդեն ռելսի վրա ընկած է եւ կգնա